Սիրելի ավատացյալներ, նախքան այսօրվա պատգամից ես փոխանցելը շատ կարճ սրտված զրույց պիտի ունենամ ձեզի հետ։ Մոտենում ենք տոնական օրերի, Քրիսմաս, Նոր տարի, Սուրբ Ծնունդ։ Բոլորս էլ հարազատներով պիտի ավակվենք, պիտի սեղաններ գցենք, ճոխ սեղաններ պիտի բանանք և վայելենք, լավ ժամ անցկացնենք մեր հարազատների հետ։ Քրիսմաս մեզ կապ չունի, բայց դրա համար այս երկրում ենք ապրում, մենք էլ մեկ ձևով ուզում ենք, որ մասնակից լինենք այս երկրում կատարվելիք տոներին։ Սիրելիներ, լուրերից բոլորս էլ տեղյակ ենք, որ Միջին Արևելքում ինչ պայմաններ է տիրում, սկսած Լիբանան, Սուրիա, մինչև Իրան և մասամբ հայրենիք։ Եկեք մեր սեղանների ճոխություններից կրճատենք այդ ուտելիքները, որ մյուս օրը կամ երկու օր հետո աղբաման պիտի թափվի բոլորը, կրճատենք դրան, գումարներն հատկացնենք մեր հարազատներին, որոնք ապրում են այդ երկրներում, որոնք կարող են ինքնական լավ պայմաններ չունենան, տնտեսական վիճակը այնպես է, որ այսօր մարդիկ կան, որ մեր հայրենակիցներից, որոնք օրվա հացի կարոտ են։ Մեր սեղանների ճոխությունը կրճատենք և մեր հարազատներին օգնենք, որ նրանք էլ այս տոնական օրերին իրենց զավակների մոտ գլուխները կեռ չլինի։ Իրենք էլ կարողանան ունենան այդ տոնական սեղանները։ Եվ այն ժամանակ է, որ մենք բոլորս Աստծու մոտ սիրելիներ պիտի։ Անուն Հոր և Որդու և Հոգու Սրբո ամեն։ Սիրելի ավատացյալներ, այսօրվա ճաշու ավետարանը, որը քիչ առաջ կարդացվեց այս սրբազան բեմից, վերցված էր Ղուկաս ավետարանի 17-րդ գլխի 1-ից մինչև 10-րդ համարներից, որտեղ ավետարանիչը մեզ է ներկայացնում մեր Տիրոջ և Փրկչի Հիսուս Քրիստոսի աստվածային խոսքերը, որը բաժանված են 4 մասերի, որոնք կարծեք իրարու հետ որևէ կապ չունեն, այս գործում մեկը մյուսին լրացնող, իրար միացնող շղթայի օղակներ են։ Առաջին և երկրորդ համարներում դատապարտում այն մարդկանց, որոնք ուրիշներին մեղանչել են տալիս, մեկ խոսքով ուրիշների անմեղությունն առնում և նրանց պարտադրում են, որ մեղք գործեն։ Կյանքի մեջ անպայման պիտի պատահի, որ մեկը գտնվի և մեզ յուրաքանչյուրիս մղի հրավիրի, դա կարող է մեղքի հրավիրի, դա կարող է լինել ընկեր, եղբայր, հարազատ կամ հարևան։ Անպայման մեկը մեզ պիտի դեպի փորձություն տանի, մեզ մղի դեպի սխալ ճանապարհ։ Աստված սակայն պիտի չանտեսի այդպիսի մարդկանց արարքը, որովհետև փոքր երեխային կամ տկար եղբոր դեպի մեղք մղելը մահացու մեղք է և դրա համար է Հիսուս ասում, լավ է, որ այդպիսի մարդիկ ջաղացի քար կապեն իրենց վզին և իրենց ծովը նետեն, քան ուրիշների քայթակության պատճառ դառնան։ Ուշադիր լինենք և փորձենք մենք մեզ հեռու պահենք այդպիսի մարդկանցից, մեր ոգիները փրկելու չարից և չարի որոկայքներից։ Երրորդ և չորրորդ համարներում ներելու անհրաժեշտության մասին է, խոսք ուղղված է քրիստոնյա հավատացյալին, որտեղ ասում է ոչ թե միայն մեկ, այլ 7 անգամ 7 պիտի ներես եղբորը։ Նախքան Քրիստոս հրեական ընկերության մեջ հրեա հոգևորականները ասում էին, եթե մեկը 3 անգամ կարողանա ներել, այդ անձը կատարյալ հավատացյալ է։ Քրիստոնեական հավատքի չափանիշը ոչ թե կրկնապատկում է ներումը, այլ մեկ ևս վրան է ավելացնում։ Այստեղ ուզում եմ մեջբերում կատարել Պողոս առաքյալի հարցումը Քրիստոսին, որ եթե եղբայրս իմ դեմ մեղանչի, ես 7 անգամ պիտի ներեմ իրեն, և Քրիստոս պատասխանում է, ոչ թե միայն 7 անգամ, այլ 70 անգամ 7 պիտի ներես իրեն։ Քրիստոս այս խոսքով ուզում է քրիստոնեական չափանիշը սովորեցնել հավատացյալին, որ ներելու գաղափարը
պիտի գերազանցի աշխարհի բոլոր չափանիշներին, թե անսահման պիտի լինի քրիստոնյայի ներելու պարտականությունը եւ ներողամտությունը։ Ուրեմն լինենք ներող սիրելիներ։ Եթե մեր եղբայրը, մեր հարազատը մեզանից նեղացած է, եթե մենք պատճառ ենք դարձել, որ մեր ընկերը նեղանա մեզանից, այս տարվա մեջ շատ հեշտ է, վերցնենք հեռախոսը, կապվենք իր հետ, հատկապես այս տոնական օրերին։ Մեկ բառ ներողություն ասելով գրավենք նրա սիրտը եւ մեր մեջ եղած այդ դառնությունը վերացնենք քաղցրության եւ մեր հարազատի ոգին լցնենք Քրիստոսի լույսով։ 5 եւ 6-րդ համարները խոսում է հավատքի մասին։ Հավատքը աշխարհի մեծագույն ուժն է։ Բոլոր այն բաները, որ անկարելի են թվում մեր կյանքի մեջ, հավատքի շնորհիվ է, որ կարելի է դառնում։ Օրինակ, եթե վերադառնանք 50 տարի առաջ, պիտի տեսնենք ինչ որ ստեղծված է այսօր գոյություն չունեին։ Օրինակ, բժշկության մեջ առաջադիմությունները, գիտության բերած հազար նորությունները, այդ շնորհիվ գիտնականների հրաշքի համազոր կամքին, հավատքին եւ համոզումին այսօր այդ անկարելի թվացող բաները իրականություն են արդեն։ Եթե մոտենանք հարցին մտածելով, որ դժվար է, չի լինի, կարելի չի, արդեն պարտված ենք եւ բնական է, որ կարելի պիտի չլինի եւ պիտի չիրականանա մեր ցանկությունը, բայց եթե ասենք, որ կարող ենք անենք, պիտի լինի եւ անպայման որ կհաջողենք, որովհետեւ պիտի մտածենք, որ որ դրական կամքով եւ հավատքով մոտենանք հարցերին, որչափ էլ որ դժվար լինի, մենք առանցին չենք։ Աստված մեզի հետ է, որից ավելի զորավոր մեկը չկա, որին կարողանանք դիմել այս աշխարհի մեջ։ Միակ դրական ուժը ինք Աստված է եւ երբ Աստված մեզի հետ է, ով է կարող մեզի դեմ լինել։ 7-րդ 8, 9 եւ 10 համարներում մեզ փոխանցում են, որ պետք չէ, որ Աստծուց պահանջատեր լինենք։ Պետք չէ ցույց տան, որ Աստծուց պահանջ ունենք։ Մեր կյանքի ընթացքին մենք պարտականությունն է, որ մեր լավագույնը անենք, օրինակ պիտի աշխատենք կյանքի մեջ, որ կարողանանք ապրել եւ հաց ճարել։ Մեր թաքսը պետք է վճարենք կառավարությանը, եթե չվճարենք, լավ գիտենք, թե ինչ է պատահելու մեզ, եւ երբ թաքս վճարենք, արդյոք սպասելիք ունենք, որ պետությունը դրա համար շնորհակալություն հայտնի կամ պարտական լինի մեզ, ոչ, այդ մեր պարտականությունն է։ Պիտի անենք աշխարհի մեջ այն, որ մեր պարտականությունն է։ Կյանքի իմաստը այնտեղ է, որովհետև այդ բնության օրենքն է, եւ մենք պիտի ենթարկվենք բնության օրենքին։ Մեր խոսքով, կյանքի օրենքը պիտի գոհացնենք, սակայն եթե սովորական մարդու համար այդպես է, քրիստոնյա մարդու համար հարցը ամբողջությամբ տարբերվում է։ Մարդ, եթե քրիստոնյա է, չի կարող որ չսիրի եւ չի կարող որ չգթա։ Եթե մենք բնականորեն որպես սովորական մարդ կկատարենք, ապա ինչպես է մեր պարտականությունը որպես քրիստոնյա։ Եվ ինչ է մեր պարտականությունը։ Եթե ոչ սիրել, հարգել եւ օգնել եւ չմոռանանք, որ սիրվելու նախապայմանը սիրելն է։ Հարգվելու նախապայմանը հարգելը եւ իմացինից օգնություն սպասելը օգնելն է։ Ուրեմն սիրելի հավատացյալներ, սիրենք միմյանց, որ սիրվենք,
արգենք միմյանց, որ հարգվենք եւ փորձենք օգտակար լինենք մեր նմաններին, որ եւ մենք օգնության պետք ունենք, սպասելիք ունենանք, որ մեր նմաններն էլ օգնեն մեզի եւ չմոռանանք, որ մեր աղոտ կբարձրացնենք միշտ դեպի Աստված, փառք տալու Աստծուն բոլոր անփարիքների համար, որ Աստված շնորհել է մեզ, դա լինի առողջություն, գործի հաջողություն եւ շատ ուրիշ բաներ, որ Աստված տվել է յուրաքանչյուրիս, որովհետեւ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։